Լույս առավոտի, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր որ քիչ առաջ միացան մեզ եւ բոլոր նրանց, ովքեր որ օրը եւ առավոտ առասարակ սկսում են մեզ հետ, որովհետեւ դուք հասկացել եք արդեն, որ Կենտրոն հեռուստաընկերությունը մշտապես անդրադառնում է կարևոր, շատ թանկ թեմաների եւ միշտ հյուրընկալում է ամենասիրված, ամենաֆանտաստիկ, ամենատաղանդավոր եւ ամենահայերին։ Եվ այսպես Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը փետրվարի 23-ին, 24-ին, 28-ին Հայաստանի մարզերում հանդես կգա ներկայացումներով։ Թատրոնի գործունեության եւ ներկայացումների մասին խոսենք մեր հյուրերի հետ, ովքեր են նրանք, Անահիտ։ Ովքեր են մեր հյուրերը։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Բաղինյանը, լույս առավոտի։ Թատրոնի գրական խորհրդատու, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյան։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք պարոն Մուրադյան, պարոն Բաղինյան, ձեր թանկ ժամանակից, որ հատկացրել եք մեզ եւ առավոտը սկսում ենք մեզ հետ։ Նախ փոքրիկ շտկում, հա, 16-ին էլ ունեինք, չէ, Վանաձոր, բայց դուրս է եկել։ Դերասանի հիվանդության պատճառով, այո, թոքաբոր դերասանի հիվանդության պատճառով դուրս եկավ, բայց ոչինչ, մենք կանրադառնանք հետագայում։ Շատ լավ։ Շտկենք կվերականգնենք, այսինքն այն որ վանաձորցիք սպասում էին մեծ սիրով։ Անպայման։ Լավ, ինչպես առաջացավ միտքը գաղափարը, որ այս այցը կատարենք, շրջայցը կատարենք մարզերով։ Եվ ինչու հենց այս կետերը, այս քառակները մարզերը։ Գիտեք ինչ, տեղում մենք ունեցել ենք մեր երևույթները, հիմնականում գրողների միության մեծ դահլիճում, Բոհեմ թատրոնը մեր սիրելի ընկերոջ Նարեկ Դուրյանի, մենք բարբերաբար ելույթ ենք ունենում գրողների միության մեծ դահլիճում, մեր ելույթները լինում են նաև Նարեկացի արվեստի միությունում եւ այսպես միտք առաջացավ նաև շրջել, մեր նպատակն է նաև եւ բացի այդ մետրո թատրոնում նույնպես հա ունեցել ենք ելույթներ եւ ունենալու ենք անպայման մետրո թատրոնում եւ այսպես միտք հղացավ նաև մարզերում լինել, որովհետեւ ունենք նաև հերահար նպատակ, ծրագիր սահմանային այդ շրջանները այցելել, սահմանային գյուղերը այցելել, մեկնարկը տրվել է ուրեմն անցած տարի նոյեմբերին դրեցինք մեկնարկը, Կողբ գյուղում ներկայացրեցինք ուրեմն ներկայացում դպրոցականների համար, թումանյանական, անվճար Եվ ուրեմն դրանով դրեցինք մեկնարկը սահմանային գյուղերում մեր ելույթների կողմից սկսել ենք Տաուշից հասնելու ենք մինչև Մեղրի, մինչև Տարեվերջ։ Խոսքը այս տարվա մասին է։ Այո, մինչև Տարեվերջ, պետք է շրջենք։ Պարոն Մուրադյան, որպես գրականագետ, ինչպես կգնահատեք ժամանակակից երիտասարդի կապը դասական պոեզիայի հետ եւ կա վերարժևորման փուլ։ Հարցը շատ է տարողունակ։ Եթե փորձեմ միանգամից պատասխանել, լիարժեք չի լինի, որովհետև մենք ունենք շատ հարուստ բանաստեղծություն, սկսած միջնադարից, այսինքն մեր պահպանված բանաստեղծությունը միջնադարից, Նարեկացիով սկսվող եւ այնուհետև շարունակվող, վերջերս որ հրատարակում է Շիրազի հանդեպ ծրագրերը, մի բանաստեղծություն հայտնվեց, «Օ հայոց հանճարն երբեք չի հանգել, բոլոր դարերը հերթի են կանգնել, որ գան ու անցնեն մեծ նարեկացու հոնքերի հսկա կամարի տակով, որպես բեղերի տակով աստծու, որ անմահացավ ինքն էլ նարեկով։ Ունենք միջնադարի հզոր տաղերգություն, միջնադարի վերջին հանճարը Սայաթնովան։ Սայաթնովայի մեղեդիները շատ հաճախ խլացնում են, մի քիչ նսեմացնում են Սայաթնովայի բանաստեղծությունների փայլը։ Հզոր հանճարը մնում է մեղեդու շրջանակներում։ Մեղեդիապատվում է եւ մոռացվում է հանճարի խոսքը։ Հետո, իհարկե, 10-րդ դարում էլ ենք ունեցել հզոր բանաստեղծներ, մանավանդ 50-60-ական թվականներին, ավելի ուշ արդեն 90-ական թվականներից, երբ որ հանդես եկան Թումանյանը, Իսահակյանը, 20-րդ դարասկզբին արդեն Սիավանթոն, Վարուժանը, Տերյանը, Մեծարենցը, հետո Չարենցը, հետո Շիրազը, հետո Պարուր Սևակը, Համուսահյանը, Գեորգ Էմինը, Վահագն Դավթյանը, Սիլվա Կապուտիկյանը,
Հրաչյա Հովհաննիսյանը, Լյուդվիգ Դուրյանը, բանաստեղծներ, որոնք իսկապես մեծ աշխարհ են, աշխարհի որ ժողովուրդը ունենար սրանցից մեկն ու մեկին, կպարծենար Հոբելյանները, կնշեր ՅՈՒՆԵՍԿՕ-ով, կհամաշխարհայնացներ, կհպարտանար։ Մեր երիտասարդությունն այսօր հիմա դառնամ ձեր հարցին։ Ցավոք, քիչ է կարդում, պոեզիա չի յուրացնում, չի սեփականացնում։ Իսահակյանի մռայլ կանխատեսումը ես ձեզ ասում եմ կգա ոգուսով եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ։ Ցավալի իրականությունը այսօր մենք շատ հաճախ ականատես ենք լինում դրան։ Եվ ճիշտ կուզեք իմանալ, Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը ծնվել է հենց այս հարցի շուրջ մտորումներից։ Եվ Բաղինյանը, եւ նրա դերասանական հրաշալի խումբը շատ լավ են գիտակցում այդ հրեղեն խոսքի անհրաժեշտությունը եւ արդեն այն ներկայացումները, որ կայացել են, ես չեմ մոռանում մեկի ծանոթ մի հանդիսատեսի վերաբերմունք նարեկացի ներկայացումից հետո ասաց Սամվել ասաց ես ոնց որ եկեղեցի էի եկել էի ասում է եւ մտքիս մեջ կրկնում էի այն ինչ որ բեմից հնչում էր եւ այդ աղոթքը նարեկացիական խոսքը ինձ մաքրեց ասում է հոգեպես ես դարձա բոլորովին ուրիշ մարդ այս կապը պետք է ստեղծենք մեր մյուս հեղինակների եւ երիտասարդության միջեւ որովհետեւ այդ խոսքը շատ է կարևոր անհրաժեշտ է որովհետեւ մարդու բարեկրթությունը ես այս պահին ուզում եմ հիշել մեր ժողովրդի լավ բարեկամ, մեծ բարեկամ Վալերի Բրիսովի խոսքը մարդու քաղաքակրթության աստիճանը կարելի է չափել նրանով թե որքան նա գիտի միջնադարի հայ պոեզիա եւ մանավանդ Սայաթնովա Ես գիտեմ, կարողացա ձեզ բավարարել իմ պատասխանով, թե չէ։ Անընդգյուտ պատասխան։ Անընդգյուտ։ Պարոն Բաղինյան, նայեք, դուք նշեցիք մեծանուն հայերի անուններ, որոնց միգուցե մեր նոր սերունդը կամ երիտասարդությունը կամ մեր հայրից շատերը ցավոք սրտի ոչ գիտեն, ոչ լսել են ու այսօրադրությամբ կան համաշխարհային դեմքեր մշակույթից Վան Գոգ, Դա Վինչի, Շեքսպիր ու իմ կարծիքով իրենք շատ լավ այսպես ասած գովազդվել են, հա, շատ լավ PR-վել են, որ հասարակությունը ամբողջ աշխարհը գիտի իրենց։ Ցավոք սրտի մեր մեծանուն հայերին կարծես թե մոռանում են, հա, այ ինչու՞մն է խնդիրը։ Միգուցե հենց դրանով է պատճառը, որ ավակ սերունդը չի աշխատել այդ ուղղությամբ մաքսիմալ, որ երիտասարդությունը, նոր սերունդը իմանա մեծանուն հայերին։ Պարոն Բաղինյան, ինչ կասեք։ Մեր մեղքերը շատ են, մեր սերնդի մեղքերը, ընդունում եմ անկախության շրջանում, երբ որ ազգային արժեքների փոխարեն ընչաքաղցություն ու էգոիզմը մեջտեղ եղավ եւ կախվեց մեր անկախությունը, ուղղակի կախվեց պարանով։ Եվ ճիշտ է ասում Մուրադյանը, այս ոգուսովի պահը։ Գիտեք ինչ, ինչի է միտված մեր թատրոնը, ծնվել է շատ այսպես բանով։ Ռուզաննա Հախնազարյան, Դավիթ Գասպարյան մեր Սունդուկյան թատրոնից եւ ես այսպես որոշեցինք, արեցինք սա, սկզբում դա Նարեկացի կենտրոնում էր, արվեստի միության Սիրահոժարն է դրամանցենի, հետո սկսեցինք համագործակցել Հայաստանի գրողների միության հետ եւ ավելի բանով այսպես, հետագայում մեզ միացան մեր շատ ընկերներ, Գրետա Մեջլումյան, Սերգուշ Բաբայան, մեր հայտնի ասմունքողներից, այնուհետև Արամ Կոստանյան, Արա Գևորգյան, Սմբատ Ստեփանյան, Քաջիկ Հարությունյան, իհարկե նաև մեր երիտասարդներից Ռոզի Վարդանյան, այսպես կազմը ներկայացումները եւ ինչ արինք թիրախային, ինչ մտածեցինք։ Մարգարիտներ հայդասական քննարկության մի կողմից, դասական պոեզիան, ունենք 2-3 հրաշալի կոմպոզիցիաներ, պոետիկ ներկայացումներ, Նարեկացուց մինչև Համոսահյան, Պարուր Սևակ եւ դրան զուգահեռ ուրեմն մեր Նարեկացի ներկայացումը, Գրիգոր Նարեկացուն նվիրված Մատյան Ողբերգության պոեմի մեր ուրեմն
պոետիկ ներկայացումը պոեմից կազմված մեղա իսրտե մեղա Հովանես Թումանյանի Են լորուձորն է պոետիկ ներկայացումը այնուհետև Եղիշե Չարենց ես եմ հիմա մի պոետ այնուհետև պոետիկ երկխոսություն Արդեն ժամանակակից հեղինակներին, որ անդրադարձել ենք մենք 21 թվականից, Հենրիկ Էդոյանից սկսեցինք այդ ավագ սերնդի Արևշատյան, Արտեմ Հարությունյան, Արևշատ Ավագյան, Արտեմ Հարությունյան, այս տեղից որ սկսեցինք մենք, ուրեմն այնուհետև ավելի երիտասարդ սերունդ պոետիկ երկխոսություններ, այսպիսի մի ձևաչափել ունենք, երկու բանաստեղծներ վիճում են, կատակում են, խոսում են, կիսվում են, տխրում են միմյանց հետ, այսպես իրենց ստեղծագործություններով, պոետիկ երկխոսություններ, այսպիսի շարքել ենք նախատեսել և արդի պոեզիան անպայման նաև արձակը, այսինքն թիրախային առումով և դասականը, նաև սովետահայ շրջանի դասականը և ժամանակակից պոեզիան, բոլորին անդրադառնալու ենք, արդի պոեզիայի բոլոր քիչ թե շատ հայտնի դեմքերին միջև ավելի երիտասարդները, իդեպ ասեմ նաև, որ պոեզիան բավականին շատ ներողություն էքացել է, բանաստեղծուհիները այնքան շատ են, երբեք այսքան շատ բանաստեղծուհիներ մենք չենք ունեցել հայ պոեզիայում, բոլոր դեպքերում հնարավորինս, բոլոր արժանավոր դեմքերին մենք անդրադառնալու ենք Եվ այս գործը անում ենք, առաջ ենք տանում, ինչպես ասացի, ինչպես նշեցի նաև, որ համագործակցության համար բաց ենք բոլոր ասմունքողների, բոլոր բեմադրիչ ռեժիսորների համար, բոլորը չեն, որ պոեզիային ցանկանում բեմադրել կամ ստացվում է բարդ բան է։ Երեք մեր ներկայացումները Արտուր Սահակյանն է արել, Կարինե Դավթյանը իմ համակուրսեցի նախկին արել է մեզ մոտ պոետիկ երկխոսություն, Արտեմ Հարությունյան եւ Էդուարդ Միլիտոնյան, այս երկու պոետների ուրեմն զրույցը վեճը պոետիկ երկխոսությունը ունենք Մարո Երկնափեշյան արդի պոեզիա հանգուցյալ հրաշալի տաղանդավոր բանաստեղծուհի եղանք կողբում իր ծննդավայրում ներկայացրինք շատ խանդավառությամբ համագյուղացիները ընդունեցին շատ հետաքրքիր ընդունեցին այդ մեր ելույթը Եվ այսպես առաջնաստված առաջիկայում ամսի 23-ին մենք Հրազդանում ներկայացնում ենք Թումանյան, Էլ Լորուձորն է, Գրետա Մեջնունյան, Քաջիկ Հարությունյան, մեր այս խումբով, ես նույնպես այնուհետև այս ամսի փետրվարի 24-ին Գյումրիում ենք շատ պատասխանատու, դե Գյումրեցի հանդիսատեսը գիտեք, ամեն տեղ վերջերս մերոնք հետաքրքիր բան է ստեղծվել այսպես թատերական աժիոտաժ եւ մենք Գյումրիում կներկայացնենք Չարենց, ես եմ հիմա մի պոետ, իսկ փետրվարի 28-ին Արտաշատում դարձյալ Չարենց Այսպես է ծրագիրը։ Պարոն Բաղինյան, Գյումրի, Արտաշատ, Հրազդան կարծես թե մեծ թափ է առնում, մշակույթը էլ ավելի է ծաղկում այդ քաղաքներում, որտեղ որ նշեցինք, որտեղ որ դուք նաև ելույթ եք ունենալու, ավելի խորացված, այսինքն ունենք մարզեր եւ քաղաքներ, որտեղ որ ցավոք սրտի այդ հարցում շատ տխուր է, մեղմ ասած, որովհետեւ մարդիկ կարիքն ու պակաս ունեն այդ ամեն ինչու, ցավոք սրտի եւ ֆիզիկապես ի վիճակի չեն ոչ գալ Երևան, ոչ գալ Գյումրի, բայց մեծ սիրով սպասում են ձեզ Այս երեք քաղաքներից զատ ունենք Անպայման, իհարկե, մենք դա անում ենք, պարտադիր դա պիտի լինի, որովհետև միշտ ինչ քաղաքում, մայրաքաղաքում լինում է շարժ, եթե նկատել եք, այնուհետև Գյումրի, այնուհետև իհարկե Վանաձոր, Արտաշատ, այսպես կա, բայց մեր հիմնական թիրախը, այո, ինչպես ասացի, սահմանային շրջաններն են, Տաուշից մինչև ուրեմն Կողբից մինչև Մեղրի ամենասահմանային գյուղը Ինչու ես անձնական փորձից գիտեմ, վերջին տարիներից մի քանի անգամ իմ մի քանի ընկերների հետ լրիվ անվճար մենք եղել ենք սահմանային գյուղերում։ Եղել ենք եւ ուրեմն մենք տեսանք թե ինչ խանդավառությամբ դպրոցական ծրագիր է, չէ՞, Թումանյանը եւ հումոր կա եւ ամեն ինչ կա։ Ինքն իրենով թատրոն է հենց Թումանյանը, չէ՞։ Այդպես չի որ չոր արտասանություն է զուտ, նման բան չկա, դրանք պոետիկ բեմադրություններ են։ Եվ դուք տեսնեիք խանդավառությունը եւ դպրոցականների, եւ այդ գյուղի այդ ժողովրդի տարիներով մարդիկ չեն գնում։ Սովետի ժամանակը չէ, թանկ հաճույք է հիմա թատրոնը գնա, սահմանային գյուղում ելույթ ունենա, գնողունակ չեն 1000 դրամով, 500 դրամով տոմս վաճառվի, չվաճառվի, այդ նման խնդրեմ կա։ Եվ մեր հովանավոր ճարելն էլ շատ դժվար է։ Եվ ներողություն արտահայտությանս մի քանի խելառի մենք
ընկերների հետ միասին մենք մեր անձնական հաշիվներով գնացել ենք վառելիք է ճանապարհ է եւ այն բավականությունը, որ ստացանք, ասենք Սարի գյուղում, Սևքարում, Ջևանի այդ տավուշիչներում, Բերքաբերում ավելին էր, քան այդ մեր հոգսը կամ գնալը ժամանակի կորուստը։ Եվ դրա համար մենք որոշել ենք մեր պոեզիայի թատրոնը այդ ամբողջ շրջայցը կատարելու է, կողմում մեկնարկը դրել ենք, Թումանյան ենք ներկայացրել դպրոցի աշակերտությանը, հասնելու ենք մինչև սահմանային ամենավերջի գյուղը, ամենասահմանային գյուղը մեր Մեղրի, եւ ոչ միայն դպրոցականներին երկու ծրագիր կա, մեծահասակների ծրագիր, մինչև 1 ժամ 20 րոպե, 1 ժամ ու կես տևողությամբ, եւ դպրոցական ծրագիրն անց ուշադրությունը գիտեք երեխաների 45 րոպե 50 մինչև 1 ժամ տևողությամբ, երկու ծրագրով, այսպես թիրախային հերահար նպատակով մեր պարտքը, մեր միսիան կգտնենք հովանավոր, շատ բարի, լավ կլինի, ինչ որ մեկը մեզ հովանավորի։ Չենք ճարի, գրել ենք նամակներ, դիմել ենք մարդկանց, դիմել ենք կազմակերպությունների, չեն օգնի, մեր սուղ միջոցներով, երբեմն միտեղ ինչ որ մի ելույթից, ինչ որ միտեղ ելույթ ունենալով, այդ միջոցները տնօրինելով, մենք պետք է գնանք եւ կատարենք այդ առաքելությունը։ Ես մի լրացում եմ ուզում անել, կարելի է ուրեմն եւ պարոն Բաղինյանը եւ ես մոռացանք ասելու, որ մեր ծրագրում կա նաեւ Ավետիք Իսահակյանին ներկայացնելու խնդիր։ Կա նաեւ Հովհաննես Շիրազին ներկայացնելու խնդիր, որովհետեւ մենք մեր ժողովուրդը ցավոք չի ճանաչում Հովհաննես Շիրազ բանաստեղծին։ Գուցե ասածս պարադոքս է, կամ անհավանական թվացող մի բան է։ Բայց տեսեք, Շիրազը իր ողջության օրոք ծանոթ է եղել ժողովրդին ընդամենը իր ստեղծագործության 30%-ով։ Հետո ես հրատարակել եմ նրա մեծ պոեմները, Անի պոեմը 300 քանի էջ, Թոնդրակեցիների պոեմը 350 էջ, Հայոց Դանթեականը պոեմը 412 էջ, եւ դրան գումարած արդեն հրատարակել եմ անտիպ էջեր բանաստեղծությունների շարք 5 հատոր։ 5 հատորով արդեն հրատարակել եմ 6-րդը, 7-ը, 8-ը, 9-ը իմ սեղանին դրված են։ Դրանք դեռ գիրք չեն դարձել։ Այսինքն ծանոթ եւ անծանոթ Շիրազը ներկայացումը, որ պատրաստվում է հիմա, շուտով կներկայացվի հանդիսատեսի դատին։ Եվ սրանով մեր խոսքը մի քիչ ավելի կամբողջանա, որտեղ մեծ բանաստեղծի հիշատակի հանդեպ մենք պարտք ունենք, հոգու պարտք։ Սուրեն Քոչարյանի անվան թատրոնը կրում է մեծ պատասխանատվություն, որն է այն հիմնական արժեքը, որ դուք փորձում եք պահպանել նրա անվան ներքո։ Գիտեք ինչ, մեր ժողովուրդը այսպես ասած մեջ շատ զարմանալի բան է, շատերը չգիտեն էլ։ Նույնիսկ իմացողները կարծում են, թե այն Սուրեն Քոչարյանն է, որ ժամանակով մի մարդու կնիկ էլ լինում, Թումանյան է կարդում, չէ՞, այսպես պարզունակ է թվում նրանց։ Բայց Քոչարյանն եղել է շատ մեծ վարպետ խոսքի, միայն մեջ բերեմ Մեծն Սմակտունովսկու, մեծ դերասան Ինոկենտի Սմակտունովսկու, որը բարեկամ է եղել Սուրեն Քոչարյանի հետ, շատ գնահատել են արվեստում։ Մեր ռուս իրականության մեջ մեր ասմունքող արտիստներից եւ ոչ մեկը, նույնիսկ մեր նշանավոր Կաչալովը ասմունքով, չէ, վայ ներողություն արտահայտությանս էս կովիդից հետո խառները միլար, Յախնդովը, Կաչալովը արտիստ էր, որի նաև ասմունքում էր, նույնիսկ մեր նշանավոր Յախնդովը չունեն այն թափը, այն շունչը, այն տարողունակ այդ ընդհարցակ այդ ստեղծագործական թափը, ինչպես Սուրեն Քոչարյանը։ Ինչու՞, որովհետև նրա միայն կոմպոզիցիաները Դեկամերոն, Շահերեզադե, ուրեմն Վերք Հայաստանի, Ոդիսականը Հոմերոսի, այդ հսկա կոմպոզիցիաները, որ նա ստեղծել է եւ կարդում էր, ներկայացնում էր մեկ մարդու դերասանը, մեկ դերասանի թատրոն էր Քոչարյանի եւ այդ ամենը երկլեզու եւ դարձյալ Սմակտունովսկու խոսքերը սիրելի ռուս երիտասարդ դերասաններ եւ ուրեմն ասմունքողներ, եթե ուզում եք իմանալ ինչպես պետք է ներկայացնել գեղարվեստական խոսքը բեմից, որ լանինի արվեստով, գեղարվեստական բարձր մակարդակով եւ միաժամանակ կյանքային թրթռում կենթանի, անպայման գնացեք խոսքի մեծ վարպետ
Սուրեն Քոչարյանի Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Մոսֆիլհարմոնիայի մենակատար Սուրեն Քոչարյանի համերգներին, նրա մեկ դերասանի թատրոնին։ Այսպիսի անձնավորություն է եղել մասշտաբային Սուրեն Քոչարյանը, որ ոդիսականը նայում ես առաջին մի քանի րոպեն հին հունարեն է կարդում եւ այնունդեղ անցնում է ռուսերենի։ Նրա այդ գրեթերովա սոնատան, Տոլստոյը, նրա ունեցած այդ կոմպոզիցիան հսկայական։ Իսկ մենք շատ պրիմիտիվ ասում ենք, դե Թումանյան որ կարդում է ինքնա զարմանալի բան է եւ ինքը արժանի է մարդը, որպեսզի նրա անունով լինի պոեզիայի թատրոն։ Զարմանալի, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել, անիրազեկություն, տգիտություն էլի դե ասենք։ Այսօր մեծ ես սարսափում եմ։ Իմ ուսանող ժամանակ որ ասեին 2026 թվին, այսպիսի իրավիճակ ու ճաշակ է լինելու։ Ես կապշեի, ասեի սուտ եք խոսում երևի։ Ներողություն եմ խնդրում 1000 անգամ։ Ուսուցչուհին, որ ինձ ասի, պարոն Բաղինյան, ինչի եք այդ Սուրեն Քոչարյանի անվան դրել ձեր թատրոնը։ Ասում եմ ոնց, Քոչարյանի բարեկամի անունով եք դրել, ով է ինքը։ Ռոբերտ Քոչարյանի բարեկամի անունով եք դրել թատրոնը, ով է ինքը։ Եվ սա ասում է ուսուցչուհին։ Ես քիչ եմ խելագարվեի։ Պարոն Բաղինյան, անչափ շնորհակալ ենք ձեզ հետ զրուցել եմ միշտ այն որ մենք ամանորին էինք հանդիպել վերջին անգամ ու մենք ձեր եւ ձեր տիկնոջ հետ զրույցից հետո շատ երկար ժամանակ մենք մեր գործընկերներով միշտ քննարկում ենք ու հիշում ենք ամեն անգամ ձեր հետ զրույցը։ Շնորհակալություն ձեզ։ Ես ուզում եմ որ երբ որ մենք հանդիպենք մյուս անգամ մենք լսենք մարդկանց անուններ, ովքեր որ ձեր կողքին կանգնած են եւ կֆինանսավորեն այն ֆանտաստիկ ահռելի գործը, որը որ դուք եք անում։ 15 րոպե ենք ընդհանրապես մենք զրուցել, բայց տպավորությունն ու հաճույքը միմիայն այո, ես հուսով եմ, որ այս ներկայացումները կանցնեն շատ հիանալի։ Շնորհակալություն ձեզ, որ այս ամենը տանում եք դեպի մարզեր, որովհետև մարզերում այս ամենի կարիքը կա։ Երևանում էլ կա այս ամենի կարիքը, բայց մարզերը եւս շատ մեծ ունեն այս ամենի կարիքը։ Ներողություն եմ խնդրում, շնորհակալություն ձեզ հրավերի համար, շնորհակալություն մեր սիրելի Մուրադյանին, մեր խմբի ամենասիրելի անձնավորությունը, մեր գրական խորհրդատուն, շնորհակալություն մեր ամբողջ արտիստական խմբին, մեր Ստեփանին Աղազարյան, որ երաժշտական, կազմակերպական ահագին հարցեր է լուծում, բոլորին, մեր Սուրենին Խաչատրյան օպերատորը եւ ուրեմն ֆոտոգրաֆը, մեր լուսանկարիչ, բոլորից ենք շնորհակալ։ Առիթից օգտվելով որ Ջուլիայի համար ասիկ, Ջուլիայից էլ գոհ եմ, որ ես իմ ամբողջ վաստակածը եւ թոշակս եւ աշխատավարձս եւ տարբեր տեղեր վաստակած իմ արտիստական ամեն ինչը արդեն կես տարուց ավելի է դնում եմ այստեղ եւ չեմ իմանում ոնց եմ դուրս գալու այս բեռի տակից։ Շնորհակալ եմ, որ ըմբռնումով եմ մոտենում տիկինս իմ այս վիճակին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնի հիմնադիր տնօրեն Սամվել Բաղինյան, շնորհակալ ենք շատ։ Եվ իհարկե թատրոնի գրական խորհրդատու, գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանը։ Եվս մեկ անգամ իջեցնենք Հայաստանի գրողների միության Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոնը փետրվարի 23-ին, 24-ին եւ 28-ին Հայաստանի մարզերում հանդես կգա ներկայացումներով։ Շնորհակալ ենք շատ։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Իսկ մենք շտապենք ընդհատվել, որովհետև սպասում է արդեն մեր հաջորդ հյուրը, կրկին խոսել ենք լավ թեմայի շուրջ, խոսել ենք երաժշտությունից։ Մնացեք մեզ հետ։